Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոր Կոլյա Ծառուկյանի հոգեհանգստի արարողությունը։ Կոլյա Ծառուկյանին հրաժեշտ տալու էին եկել հազարավոր մարդիկ, ներկա էր քաղաքական ողջ վերնախավը, այդ թվում դեսպաններ։ Վարչապետի և ազգային ժողովի նախագահի անուններից ծաղկեպսակներ էին դրված։ Ներկա են գտնվել Հովիկ Աբրահամյանը, Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը, Սերժ Սարգսյանը Փեսայի հետ և այլք։ Հոգեհանգստի օրը եկեղեցին լի էր մարդկանցով։ Ծառուկյան ընտանիքի կողքին էին նրանց ընկերները, բիզնես և քաղաքական աշխարհի ներկայացուցիչները։ Շատ հայտնի և անհայտ դեմքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու մարդուն, որի անունը թեկուզ քիչ է հնչել, բայց մեծ ազդեցություն է ունեցել որդու և ամբողջ ընտանիքի ձևավորման վրա։ Կոլյա Ծառուկյանի կյանքն ավարտվեց լռությամբ, բայց թողեց հետք իր որդու գործերում, իր սերունդների արժանապատիվ պահվածքում և այն հավատում, որ մարդը մեծ է ոչ թե հարստությամբ, այլ թողած արժեքներով։ Հիշեցնենք, որ 96 տարեկան հասակում մահացել է գործարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե նախագահ Գագիկ Ծառուկյանի հայրը Կոլյա Ծառուկյանը։ Այս մասին հայտնել էր Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը տեղեկացրել էր, որ նրա հոգեհանգիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին ժամը 18:00-ին Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրից հոկտեմբերի 22-ին ժամը 13:00-ին։ Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը ծնվել է Նիկոլայ և Ռոզա Ծառուկյանների ընտանիքում։ Ընտանիքի հայրը Նիկոլայ Ծառուկյանը մասնագիտությամբ էլեկտրատեխնիկ է, զբաղվել է հասարակական գործունեությամբ։ Գագիկ Ծառուկյանի մայրը Ռոզա Ծառուկյանը մասնագիտությամբ հաշվապահ է և Մուլտիագրո սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահն է։ Այս օրերին Գագիկ Ծառուկյանը և Ծառուկյան ընտանիքը Հայաստանի, Սփյուռքի և արտերկրի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական, հասարակական, հանրային գործիչներից ստացել և շարունակում է ստանալ ցավակցական հեռագրեր և նամակներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իվետա Տոնոյանը։ Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցավակցական ուղերձում մասնավորապես նշված է. «Հարգելի Գագիկ Կոլյայի, ընդունեք խորին ցավակցությունս ձեր հոր Կոլյա Ծառուկյանի մահվան կապակցությամբ։ Նա հայ ժողովրդի արժանի զավակն էր, Հայաստանի Հանրապետության նշանակալի հասարակական գործիչ։ Նա պատկանում էր այն մարդկանց սերնդին, որոնք մեր ժողովուրդների մտքերն ու սրտերը կապում էին հավերժական բարեկամությամբ։ Վստահ եմ, որ ձեր հարազատի հոգին խաղաղություն է գտել։ Նա ապրել է արժանապատիվ կյանք և դաստիարակել հրաշալի որդի։ Նրա լուսավոր հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Այս դժվարին պահին ձեզ հետ կիսվում եմ, ծանր կորստի վիշտն ու անկեղծ ցավակցություն հայտնում։ Հարգանքով Ալեքսանդր Լուկաշենկո»։ Տեղեկացնենք, որ Գագիկ Ծառուկյանը ծնվել է 1956 թվականի նոյեմբերի 25-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ 1989 թվականին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը։ 2004 թվականից Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Նրա գլխավորությամբ վերջին տարիներին հայ մարզիկները փայլուն արդյունքներ են արձանագրել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ 2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում մեր մարզիկները նվաճել են 6 օլիմպիական մեդալ։ 1990-ից 2000 թվականներին Գագիկ Ծառուկյանը զբաղվել է գործարարությամբ, դառնալով այդ ոլորտի Հայաստանի հայտնի դեմքերից մեկը։ 1990-ից 92 թվականին եղել է Արմենիա ընկերության գործադիր տնօրենը։ 1995 թվականին Գագիկ Ծառուկյանը հիմնադրում է Մուլտիգրուպ բազմաճյուղ կոնցեռնը, որը կազմում այսօր կան շուրջ 40 ձեռնարկություններ։ Այդ կառույցներում ընդհանուր առմամբ ներգրավված են 20,000-ից ավելի աշխատողներ։ Քաղաքական գործունեությամբ Գագիկ Ծառուկյանը սկսել է զբաղվել 2002 թվականից։ 2003 թվականին մեծամասնական կարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, իսկ արդեն 2004 թվականին հիմնադրել է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Կուսակցությունն այսօր ունի լուրջ դերակատարում Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում։ 2007 թվականին առաջին անգամ մասնակցելով խորհրդարանական ընտրություններին
Բարգավաճ Հայաստանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում ձևավորեց մեծությամբ երկրորդ խմբակցությունը, կոալիցիոն կառավարության կազմում Բարգավաճ Հայաստան կուսակցությանն են վստահել սպորտի և երիտասարդության, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության և քաղաքաշինության նախարարությունները։ Գագիկ Ծառուկյանը հանրությանը հայտնի է նաև իր մեծամասշտաբ բարեգործական ծրագրերով 2003 թվականից գործում է Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը։ Այս տարիների ընթացքում հիմնադրամի գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից են եկեղեցաշինությունը, կրթական հաստատությունների օգնությունն ու երիտասարդական նախաձեռնությունների խրախուսումը, սոցիալապես անապահով խավերի աջակցությունը, համահայկական նշանակության ծրագրերի հովանավորությունը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, գիտության, արվեստի, մշակույթի ու սպորտի ճանաչված մարդկանց մեծարումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների համակողմանի աջակցությունը։ Նշենք նաև, որ Գագիկ Ծառուկյանն ամուսնացած է, ունի 6 երեխա։